Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է ազգային ժողովի падգամավոր Հայաստան դաշինքից հայ-աղափական դաշնակցության ներկայացուցիչ Գառնիկ Դանելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Գիտեմ, որ շատ ծանրաբեռնված եք, պարոն Դանելյանը, ուղղակի չգիտեմ, այս ակցիայից, այս հանրավակից, այս դատից, այստեղ այնտեղ շատ սպառված է, բայց շնորհակալ եմ, որ ժամանակ գտնում եք։ Եվ այսպես, երեք որոշում կայացրեցին երկու քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխել, խոսքը վերաբերում է Դավիթ Գալստյանին, Արցախի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր եւ գնդապետ Միհրան Մաղսուդյանին։ Ոչ ավել ոչ պակաս նաեւ որոշում կայացեց, որ 5 միլիոն էլ պիտի վճգրավի դիմաց վճարեն, ես արդեն այսօր մի քանի անգամ խոսել եմ դրա մասին, աբսուրդ գնդապետը թոշակի է անցել, գյուղում է ապրում, ծանր իր խնամքի տակ է մայրը, երեխաները եւ այլն, թե որտեղից պիտի լինել, էլ չեմ ասում Դավիթ Գալստյանի մասին, տնավեր, հայրենիք, երկիր, տուն, ամեն ինչ կորցրած մարդ, 3 անչափահաս երեխաներ եւ այս գումարը պիտի գտնեն։ Ուղղակի անբարոյականությունը սահման չունի այսպիսի վիճակ եւ իբրև թե իրենց արևին դարի հանցագործին են գտել, խոսքը Բագրատ Սրբազանի մասին է խոսքը, որ 3 ամիս հետո նոր թույլատրեցին, որ տեսակցությունները մասամբ այնել բացեցին։ Այսպիսի աբսուրդ ժամանակներում ենք ապրում եւ հանդուրժում այս ամենը։ Խնդրեմ։ Էդ էլ վերաքննիչի որոշումով էր, կոնկրետ Ֆարխոյանի որոշումով չի եղել, վերաքննիչ։ Հա, Լիդիայի նորից նույնը թողեցին։ Վերաքննիչի կոնկրետ այդ դատավորը որոշում է կայացրել, որը այն նվազագույնն էր, որ պիտի արվեր։ Ես ուզում եմ օգտվելով առիթից նաև մեր երկու ընկերներին, Միհրանին եւ Մաղսուդյան, Դավիթին եւ Գալստյան շնորհավորել, որ գոնե այդ մասամբ միջնորդությունը բավարարվել է եւ այդ առումով դուք ճիշտ նշեցիք, իրենց խնամքի տակ կան եւ անչափահաս երեխաներ եւ նաեւ տարեց մեկի դեպքում ծնող, որովհետեւ Միհրան Մաղսուդյանի հայրը եւ եղբայրը զոհված են։ Դավիթ Գալստյանի պահովել մարդը, որ ուղղակի այն որ ասում է իր հակի շորերով Արցախից բռնի տեղահանվել է էթնիկ զտման ցեղասպանության արդյունքում հայտնվել է հայրենիքում եւ հայրենիքում կալանավորվում է հայրենիք ունենալու ցանկության համար։ Գոնե այս հայրենիքի էսկատորը ունենալու ցանկության համար։ Ցանկության համար, հայրենիք ունենալու ցանկության համար կալանավորել է եւ անհամաչափ ուրեմն գրավի այդ չափը էլի։ Ինքը 5 միլիոն դրամ է։ Այդ ինչ աբսուրդ, այդ ինչ հիմարություն է, էլի։ Այսինքն որ չկարողանան մարդիկ վճարեն, նորից էլի խափանման միջոցը փոխվի։ Ես նաև ուզում եմ երեկվա շատ կարևոր նիստը որ տեղի ունեցավ, ճիշտ է միջնորդություններ ներկայացրին, դատախազությունը իրեն հերթական ապուշ փաստարկներով, հիմար փաստարկներով էլի առարկեց, ուրեմն խափանման միջոցները փոխելու դա սպասելի է, բայց ես ուզում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հետևյալ փաստի վրա ուրեմն ուղղեմ ուշադրությունը։ Տեսեք, աբսուրդի գագաթնակետ, երբ որ ուրեմն Արմեն Ալեքսանյանը, որովհետև միջնորդություններից մեկը Կոչուբաևը ներկայացրեց Արմեն Ալեքսանյանի պահով, ինչա տեղի ունեցել սիրելի հայրենակիցներ, որ դուք հասկանաք գործի աբսուրդն ու խեղճ վիճակը մեղադրողների, որ որևէ մի բան չեն գտել, մեղադրանքի հիմքում, գիտեք ինչն է եղել մեղադրանքի հիմքը։ Արմեն Ալեքսանյանի ձվածեղ պատրաստելու տեսանկյունը։ Ասում է դրանով, այդ ձվածեղ պատրաստելով ասում է, ինքը ենթագիտակցորեն ասում է ահաբեկչություն նախապատրաստել, եթե ձվածեղ արել բաստուրմայով, դե բաստուրմայով
բաստուրմաներ հետը որ գումարվում է, ավելի հանցագործություն ավելի ծանր է դառնում։ Բաստուրմայով ձվածեղ պատրաստելը դա ուրեմն ահաբեկչության։ Դրա նկար այդ վիդեոն դրեք առանց միացնել որ պատկերացնելու մասին է խոսքը։ Այո, ասենք, չգիտեմ, էլի աբսուրդ էլ չի սա, ես չգիտեմ ինչա։ Մարդուն տարել են, ուրեմն կալանքի տակ ամիսներ շարունակ պահում են, ձվածեղ պատրաստ։ Այո։ Չէ, մի միացրու, չէ, Այդ տեսանյութն էլ կա, իրա ձվածեղ պատրաստելու տեսանյութներ կա։ Իդեպ են տեսանյութը։ Այո, իդեպ են տեսանյութը, որը որ հանցագործության հիմք են ընդունել այդ տեսանյութը, մինչև հիմա համացանցում կա, TikTok-ով, բանով, այսինքն նախ չգիտեմ, էլի մի գժվել կարելի է, ոնց կարելի է նման հոդվածով մարդուն տանել անազատության մեջ պահել, էլի եթե չեմ սխալվում 3 անչափահաս երեխաներ ունի, տանել մարդուն, ուրեմն կարիքի մեջ ապրում ծանր։ Այո, ծանր բան է, էլի աշխատող մարդ, ասենք ամեն օր որ պիտի աշխատի դառը քրտինքով իր ընտանիքը պահի, էլի, հա, ամեն օր պիտի տկնի, չարչարվի, բանանի չէ, այս մարդը դե բան է արել։ Նիկոլ Փաշինյանի քննադատել, հա, Նիկոլ Փաշինյանի քննադատելու համար բլոգերը իր բան այդ իրապաշտպան կազմակերպություններ կոչեցյալներ, որտեղ եք դուք։ Ազատ խոսքի ջատագովներ իբր թե Նիկոլ Փաշինյանի գրպանում գտնվող իբր իրապաշտպաններ, սա ձեզ համար նորմալ է։ Սակունցներ բան։ Ժամանակին ձեզ ճախում էի։ Հա։ Բան չունեք ասելու այս գործով։ Կամ մնացած գործերով բան չունեք ասելու։ Տեսանք մի խեղկատակել փորձում էր դատական նիստերի ժամանակ ինչ որ պլակատներ, ինչ որ բաներ։ Մի հատ տեսնենք այդ ձվածեղի բանը, այս։ Այո։ Մաշինա բարը ձեզ, էլի ես եմ։ Սոխը պետք է մանր հասկանալով մոտավորապես այսպես կդրել։ Մանր, ահաբեկչության կոչած։ Ինչ որ ենք զբաղված, նախաճաշ ենք պատրաստում ընտանեկան։ Ուրիշ է թե նույնը։ Այս արդեն ձվի։ Մի քիչ առը։ Հանցագործության գործիքն է, դանակն է։ Դանակով չէ դա։ Սա կատակ է կանում բանդաները։ Չէ կա նոր տարվա հնացած։ Ինչ կա չկա որ պետք է։ Այդ Փաշինյան Նիկոլին այլ կրկնօրինակում ինքն էր այդ ձվածեղի բանը։ Բայց ինչ սխալ բան ասի, ասում ինչ մնացի։ Պետք է թափել։ Ծետրատում ենք այսպես։ Իրոք սնամար է։ Այո։ Փաստաբաններն ասում են հենց այս պահը պայթյունի պահն է։ Այս պայթյունի պահն է։ Սա է։ Հա, հանրային վտանգաներ դա։ Դա կատակ է կանում։ Գործի ինքն է, ձվածողի գործն է։ Աննորմալ է դու։ Պայթյունավտանգ իրավիճակ է։ Դե լավ, հա։ Մամցիկին լացի խախտնդա։ Հետո, մեր մոտավորապես սենց բան ենք ստանում։ Ճիշտ է, սրա իմաստն է, որ պետք է անշնորհքի նման դնել ձվածեղը դեմը, Սուրբ Զատիկի օրը ձվածեղ ուտել, պարոն Փաշինյան։ Վերջ։ Սա հասկանալի է, մանր։ Բա իրանը չի չեն կարանավորում, եթե տենց է։ Այսինքն եք զբաղված նախաճաշիկ պատրաստում։ Չէ, դե ես դուք հոգեկան հիվանդ եք։ Ես իսկապես չգիտեի որ սա հոգեկան հիվանդ են ես։ Այո, մի շատ կարևոր գործ իմաց, հենց իրենք այս ձվածեղի գործն են
գցել գործին, կրկնում եմ, այդ տեսանյութերը միջև Չէ, լավ, եթե դա է պատճառը, դրանից առաջ Նիկոլն է անում։ Չէ, նախ абսուրդ է, ես չգիտեմ ոնց հարցը ճիշտն ասեմ։ Դե մեր հայրենակիցները պետք է հասկանան ում հետ գործ ունեն։ Ինչ իշխանության հետ գործ ունեն, որ որևէ մի Ճիշտ ասես, քիչ առաջ Նարինե Դիլբարյանն ասում է, խոսքի ազատությունը երբեք այսպես չի խոշտանգվել, ոնց որ Նիկոլի կողմից, որևէ մեկի կողմից, որևէ իշխանության, սենց հակա, բան չգիտեմ։ Դե Ազատ թողեք այս մարդուն, հո դուք խելագար չեք։ Էս ինչ բան է։ Գիտեք չի կարիքի մեջ ապրում ծանր։ Իհարկե, Դուք հիմա էս ինչ абսուրդ է։ Աշխատող մարդը, որ ամեն օր իր օրվա հացն է վաստակում, օրվա հաց վաստակող, եթե չեմ սխալվում, 3 անչափահաս երեխաներ ունեցող մարդ, որը որ հանիրավի անազատության մեջ են պահում սրանք։ Հանիրավի անազատության մեջ են պահում։ Առանց որևէ խղճի մի խայթի առանց որևէ դե եթե դատախազը պահանջում է որ օնկոլոգիական հիվանդություն ունեցող մարդուն տանեն կալանքի տակ պահեն։ Ինչի անարման եք դու սրբազանների վիճակի պահանջում է որ սրբազաներին Դուք չեք տեսել Բագրատ սրբազան հիվանդանոցում ինչ վիճակի մեջ էր։ Այո։ Չգիտեն իրանք ինչ վիճակում է։ Շաքարը բարձր, վերջը Իրանք շատ լավ գիտեն ինչ վիճակում է Բագրատ սրբազանը։ Հիմա որ տեսնում եք իր վիճակը, չի երևում ինչա կատարվում։ Կամ նույնը Լիդիա Մանթաշյանի պահով էլի Կին քաղբանտարկյալ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ես չգիտեմ նման խայտարակ մի դեպք չի եղել այդպիսի որ կին քաղբանտարկյալ լինի Այսինքն հասարակության տարբեր շերտերից սրանք հավաքել են մարդկանց ուրեմն սրբազաններ Հա մեկ է Տաթև Արցախցուն էին Հա դե Տաթև Արցախցուն տարան, բայց կարծեմ 2 ամիս հետո էր փոխվեց խափանման միջոցը, բայց այս պարագայում Չէ, դա էլ բայց չպիտի լիներ, այդպես չէ որ Տաթևի նկատմամբ դա միանշանակ այդպես է որ չպիտի լիներ, բայց ես ուզում եմ մեր հայրենակիցները հասկանան ինչ իշխանության հետ գործ ունենք։ Եվ սրբազան պայքարի ուրեմն մասնակիցների պաշտպանները 3 ուրեմն մանրակրկիտ քարի վրա չթողեցին դատախազության կողմից ներկայացված մեղադրանքները մոնտաժված ձայնագրություններ որևէ մի թեմա կրկնում եմ չի եղել ավտոբուս այրելու չկա նման բան այս որ էս փորձում են հանրությանը մոլորության մեջ գցել չի եղել նման բան սիրելի հայրենակիցներ ջան Չի եղել նման բան եւ նաեւ այս գործը լա այն որ ասում է ընթացքի մեջ է բայց արդեն մենք նաեւ ուզում եմ մենք խոսենք նաեւ էլի մի քանի օր առաջ տեղի ունեցած շատ քստանելի զազրելի մի անհայտ կորածների ծնողները այո անհայտ կորածների ծնողները Այսօր դուք հայտարարությունները խոսել էին ասում են ինչ որ վարչապետը ինչ կանչել է ասել է ինչ ոնց է ասել Մարիամ Պետք է տղուտ վրա գործ բացեմ, խելքդ գլուխդ հավաքի, անհայտ կորածի մորն է ասել։ Մյուսին էլ ասել է կկվի նման տալիս են մեր երեխա, ինչ բան է։ Գիտեք ում է ասել սա։ Այս խոսքերը ում է ուղղել։ Որ մի տղան զոհվել է, իսկ նույն տղայի զոհվածի տղան անհայտ կորած է։ Որ մարդը գնում է պահանջի ասի, բա գնում եք ամեն օր ձեր կիրթ ու կառուցողական Ալիևի հետ սուրճ ես դնում, բա այդ մարդիկ քեզ հետաքրքիր չեն։ Տարբեր թվեր են ասում, հիմա չգիտենք էլ որն է իրական։ Ասում են 192 անհայտության մեջ գտնվող կա, 200 կա, 220 կա։ Ես հարցում եմ ուղարկել, պատասխանը շուտով երևի կստանամ։ Բա այդ մարդկանց ճակատագիրը ձեզ հետաքրքիր չի։ Թե որ ասում եք այլևս գերիները մեր համար գոյություն չունեն։ Մենք այդ հարցերով չենք զբաղվում։ Բա մարդը օրինական պահանջն է ներկայացնում, ասում է, մեզ մի հատ հոդաբաց պատասխան տվեք, թե ուր են մեր երեխեքը։ 5000 երիտասարդի գլուխը կերան, մնացած անհայտության մեջ է, բայց ծնողն ինչ պիտի պահանջի իշխանությունից։ Ծնողն ինչ պիտի ասի իշխանություններին։ Ինչ եք խոստանում ընտրություններից առաջ։ Մի քանի ամիս համբերեք կվերադարձնենք ձեր երեխաներին փոխանակենք պետք կլինի ես բան կանեմ
կփոխանակեմ, իմ որդուն կուղարկեմ, բայց գերիներին հետ կբերեմ։ Հիմա ինչ եք անում։ Ծեծում եք, խոշտանգում եք։ Հետ էլ ասում գործ կհարուցում։ Գործ եք հարուցում, իմիջիալոց այդ մարդու նաև ապարատ կա դրած սրտի աշխատանքները, այո։ Երկու ինֆարկտ ա տարել, երկու ինֆարկտ տարած, եղբորը կորցրած, եղբոր որդուն կորցրած։ Մենակ մի մայր ա մնացել, գիշերը ուրեմն դատարանի դիմաց կանգնած էինք, ուրեմն այդ կինն էլ խեղճ կինն էլ վատացավ։ Բժիշկները եկան, բանը զարկերական ճնշումը հասել էր մինչև 200։ Այսինքն այդ կնոջն էլ եք ուզում բան անեք, մի կին ա մնացել, մի որդին ա մնացել է, մի այդ մարդկանց գլուխն էլ եք ուզում ուտեք։ Էս ովքեր են սրանք։ Սենց են հարգում ծնողներին, զոհվածի ծնողներին, անհատ կորածների ծնողներին, ընտանիքի անդամներին։ Ու գիտեք մեղադրանքի մեջ ինչ կա, որ խափանման միջոցի հետ կապված։ Ասում է, քանի որ այդ մարդը ակտիվ մասնակցել է միտինգներին եւ ծնողների շրջանում հեղինակություն ա վայելում, այդ պատճառով ասում է, մենք չենք կարող, ասում է, իր խափանման միջոցը փոխենք։ Պարզ, բացահայտ, ասում են, որ մենք քեզ տանում ենք կալանքի նրա համար, որ տակը քաղաքական բան կա, տակը քննադատություն կա, տակը պահանջ կա իշխանություններից, որ խափել եք, սուտ եք, ասե 5 տարի մոլորեցրել եք, հիշում եք ինչ են ասում են նույն այս ծնողներին, իրենք են ինձ հիշեցնում։ Ասում են այն ժամանակ, որ ընդդիմությունը միտինգ էր անում, նույն այս իշխանություն կոչվածները մեզ ուրեմն երբ որ մենք հնարավորություն ենք ունենում հանդիպելու, ասում են ընդդիմությունն է մեղավոր, որ ձեր երեխաները հետ չեն գալիս։ Որ ցույցերը չլեն, միտինգները դադարեն, մենք ձեր երեխաներին հետ կբերենք։ Սլակները ուղղում են ընդդիմության վրա։ Այսինքն սրանց պղծվածության աշնանն եմ, էլի ուզում որ մեր հայրենակիցները հասկանան եւ սա որևէ մի հայ մարդու կողմից չի կարա անտարբերության մատնվի։ Մենք չենք կարա լռենք, որ նման դեպքեր ա տեղի ունենում։ Հանրությունը չի կարա սրա մասին լռի։ Այս մարդիկ ամենաթանկն են տվել այս երկրին, այս պետությանը։ Եվ արդարացիորեն հիմա իրավունք ունեն պահանջատեր լինելու։ Մեկը մի կառույց է մի կառույցի վրա գցում, մի կառույց է մի կառույցի վրա գցում, գնում են ածն ասում է, բանն է, պնն է, պնից ասում են գնացեք այստեղ, կառավարությունից ուղարկում են այնտեղ։ Այս մարդկանց ուրեմն մատների վրա ֆռեցնում են։ Սենց եք ծնկի գալի, հայ, որը ծնկի եմ գալի, խոնարհվում եմ, մեր սուրբ նահատակների առջև։ Դե Ռոբերտ Քոչարյանը ճիշտ ասեց, էլի ասեցի կստախոսության բիոսարքա։ Այո, իհարկե։ Նիկոլը։ Իհարկե։ Խոս այս տարիների ընթացքում ինչ ենք տեսել Տիկին Թովմասյան։ Ծնողներին կալանք, խոշտանգել, Արա Ռոստոմյան, Գարիկ Գալեյան, մնացած տղերքին էլի ցուցակը շատ է։ Տիկին Գայանեին մնացածին։ Կալանք, երրաբլուրում խոշտանգել ծնողներին, քրեական հետապնդման ենթարկել, տարբեր գործերով փորձել գործեր քրեական հետապնդման ենթարկել, այս մարդկանց, էլ ոչ հիշատակի օր կա, ոչ մի բան կա, ոչ մի բան չկա։ Եվ կրկնում եմ, սա անհանդուրժելի է, անհանդուրժելի է եւ պետք է բոլոր հնարավոր օրինական մեթոդներով ճնշում գործադրվի իշխանության վրա, որ օր առաջ այս մարդիկ ուրեմն ազատության մեջ հայտնվեն, որովհետև այն խափանման միջոցը, որ ընտրվում է, բանտային կալանքը, անհամատեղելի է այս մարդկանց առողջական վիճակի։ Անհամատեղելի է, ոնց որ ուրեմն Սամվելյանի գործով արեցին ծանր վիճակում մարդուն միջև հիմա պահում են։ Այնտեղ նույնն էլ այս մարդը ուրեմն ամեն օր պիտի բժշկի վերահսկողության տակ լինի։ Այդ սարքը կարա ինչ որ մի պահի չաշխատի եւ ոնց որ Արմեն Գրիգորյանի օրինակով դատարանի դահլիճում ուրեմն ուղակի սպանեցին այդ մարդուն, նույնն էլ այս մարդկանց կարա լինի, որովհետեւ այդ քրեակատարողական հիմնարկները դարել են ուրեմն մահապատժի տեղ։
ամեն օր մենք լսում ենք, որ քրեակատարողական հիմնարկներում հերթական մահվան դեպքն է արձանագրվում։ Եվ ամփոփելով խոսքս ասեմ, որ սրանք ամեն ինչ անում են, որովհետև վախեցած են, որովհետև հենց իրենց գործունեության արդյունքում է, որ տեղի է ունեցել սա, եւ իդեպ նաեւ որ ասում էին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, հեսա գիտեք ինչ բացահայտումներ անելու, հեսա ինչ անելու, ինչ արեցին 44-օրյա քննիչ հանձնաժողովի փաստաթղթերը, արխիվ ուղարկեցին։ Քանի տարի մոլորեցրեցին, ասին, հեսա կարևոր բաներ է, կարևոր նյութեր ենք ասելու, տեսեք պատերազմի բոլոր հանգամանքները պետք է պարզենք, հեսա տես ինչ սնցող ուրեմն բաներ է, հայտարարություններ է լինելու, ինչեր ենք բանարեք, ուղարկեցին արխիվ, որովհետև անգամ իրենց ուրեմն հանձնաժողովի քննած իրենք իրենցով են այդ բաներն արել, ուրեմն անգամ այդ պարագայում իրենք վախեր ունեն, որովհետև իրենք մեղավոր են այս ամեն ինչի մեջ։ Դուք բարձրաձայնել եք Նուբարաժենում տիրող իրավիճակի մասին, հիմա պետք է խնդրեմ ցուցադրեք եւ ինչ-որ բան տեղերում, թե ընդհակառակ ավելի վատ պայմաններում, ինչքան հասկացա, ավելի վատ պայմաններում են նուբարաշենցիները հայտնվել։ Այո, տևական ժամանակ նուբարաշենցիները ինձ ահազանգել են, ուրեմն ասել են, որ այլևս անտանելի պայմաններ է մեր մոտ։ Այս ամբողջ բանը, աղբի, ծուխը, մի հատ խնդրում եմ նայեք, տեսեք, անգամ տեսանելություն չկա։ Այս ամբողջ այս թունավոր ծուխը, այս քիմիան գնում է մարդկանց, այս ծխի արդյունքում օնկոլոգիական հիվանդություններն է ավելանում։ Երեխաներն են մանկահասակ այս ծուխը շնչում, նայեք, տեսանելություն չկա։ Տեսեք ինչ է։ Այս ամբողջը թունավոր ծուխը, որ թունավորը ուղղակի բառից բունի իմաստով մարդկանց սպանում են։ Ոնց կար այս պայմաններում մարդը ապրի։ Ոնց կար ապրի այս պայմաններում։ Գիտեք առաջի խոստումը ինչ էր։ Առաջինը որ իշխանության են գալու։ Ինչ խոստում արել, որ մի հատ։ Հա, գիտեք ինչ ասում է, պետք է ասում այդ աղբավայրը փակվի, այս արվի Ժողովուրդ ջան, սենց։ Հիմա տեսնում եք ինչ վիճակ է։ Ինչ սարսափելի պայմաններում են մեր հայրենակիցները ապրում։ Սարսափելի պայմաններում։ Գարշահոտությունը, ել չխոսամ գարշահոտության մասին, որ շնչել անգամ չի կարելի, այդ քիչը մի հատ էլ էս թունավոր ծուխը անընդհատ ուղղվում է տարածաշրջանի, ուրեմն մեր հայրենակիցներին։ Այսինքն ամեն ինչա ասածը մեր, որ ամեն օրը սրանց իշխանության մեր ժողովրդի համար աղետ է։ Կլինի դա ռազմի դաշտում, թե խաղաղ պայմաններում։ Հիմա ինչա խաղաղ պայմաններում սպանում են այդ մարդկանց։ Խաղաղ պայմաններում։ Ու ինչ որ մեկը կա, որ սրանց ասածներին, խոստումներին պիտի հավատա, ինչ որ մի կետ կա, որ սրանք իրանց այդ տված խոստումներից կատարել են։ Արցախի հարցով են այդ խոստումները կատարել, անվտանգային հարցով են կատարել, տնտեսական հարցով են այդ խոստումները կատարել, բնապահպանական հարցով են այս խոստումները կատարել, տեսնում եք ինչ աղետալի վիճակ է, կոռուպցիայի հարցով են իրենց խոստումները կատարել։ Որ մի հարցով են այդ խոստումները կատարել։ Էլ չեմ խոսում թանկացումների մասին, դա առանձին մի թեմա է։ Որ այսօր մի 7 տարվա մեջ 3000 դրամ թոշակը բարձրացրել են, 30% գնաճ կա։ Մարդիկ մտնում ես խանութները, տեսնում ես այդ մարդկանց ապշած ամեն օր թանկացող, ձեթը թանկանում է, ամեն ինչը թանկանում է։ Առաջին անհրաժեշտության պարենային զամբյուղը, որ մարդիկ օգտվում են դրանից եւ առաջին անհրաժեշտության սննդամթերք է։ Պատիկներով անգամ թանկացել է։ Մարդը շիվարած կանգնած է, նայի տեսնի լա։ Վերջը որը գնի, որ ինքը սովից չմեռնի։ Որ մի ապրանքն է ավելի էժան ու ավելի մատչելի։ Ֆռում են մի հատ հաց են վերցնում գնում են։ Բայց թոշակառուն ոնց ապրի։ Այդ 35,000, 40,000 դրամով թոշակառուն ոնց հասնի ապրի։ Կոմունալ վարձերը տա, թե ձեր այդ
գույքահարկը թանկացած վճարի, թե հաց առնի ուտի։ Որ մեկը հետևից հասցնի։ Ձեթը ես այն օրը մի թոշակառու հետ էի խոսում, ասում եմ մի քանի տարի առաջ ձեթը 600 դրամ էր, հիմա 1000 դրամից ավել է։ Նույնը բոլոր ապրանքների հետ է կապված։ Մի հատ մտեք խանութները նայեք սարսափելի գնել։ Դե մի հատ ընդամենը համեմատեք, էլի 4 պատերազմ բերող մարդը Նիկոլը խոսում է խաղաղության մասին։ Համեստաբար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի խոսում խաղաղության մասին, ես առաջին անգամ իրենից լսեցի, որտեվ ես միշտ ասում եմ, զարմանում, որ այդ թիմը անընդհատ դա չի ասում, դե ինքը այդպեսին է, չի սիրում, ինքը իր արած գործերի մասին չի սիրում խոսել։ Իրական խաղաղություն բերած մարդ։ Նրանք առաջին անգամ խոսեց, որ եւ այս ժողովրդի ուղեղի մեջ մտցրել է 4 պատերազմ բերող մարդը, չնայած ոնց որ ասում են 7 պատերազմ ա բերել, որ գալու են մարդիկ, որ բերելու են պատերազմ։ Իրական խաղաղություն հաստատած Ռոբերտ Քոչարյանը։ Իմիջիայլոց վերջապես ինքը սկսեց իր արածների մասին խոսել 10 տարում, ուրեմն այդ 10 տարին եղել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամենախաղաղ տարիները։ 58% իշխանության է եկել Ռոբերտ Քոչարյանը, օբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, պատերազմից հետո 56% աղքատություններ, իջեցրել է մակարդակը 24%-ի։ Մեծ փրթում է այս մարդը, որ ես աղքատությունը նվազեցրել եմ։ 8 միլիարդով ավելացրել է երկրի պարտքը, աղքատության մակարդակը 24%, մնացել է 24% Նիկոլի ժամանակ։ Լավ եք դուք։ Սիրելի հայրենակիցներ, լավ եք։ Պարտքը աճեցրել է 8 միլիարդ, հասցրել է աղքատությունը, այո, աղքատությունը թողել է դա։ Ուրեմն տնտեսական աճը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 10.5% է եղել։ Ու աղքատությունը տեսակ ոնց է, թոշակը եւ աշխատավարձը 6 անգամ բարձրացել է։ Սիրելի թոշակառուներ, դուք ապրում եք ձեր սիրելի Նիկոլի ժամանակաշրջանում 7 տարի։ Քանի տոկոսով է? 6 անգամ բարձրացել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ աշխատավարձը, 6 անգամ թոշակը։ Քանի անգամ է բարձրացել թոշակը։ Մի հատ ասեք էլի, որ այս թվեր ինքը ներկայացնում, ասում է, այսպիսի թվեր ունենք։ Եվ սա աբսուրդ է, որ իբր թե դու տնտեսական չգիտեմ ինչ աճ արձանագրես եւ աղքատությունը մնա 24%, ել չեմ ասում տասնապատիկ, եռապատիկ ինչ գնաճ ես բերել դու երկրի գլխին։ Ու սա ասես մեծ խոսում, ուղղակի տարբերություններն է, որ դու քո լաչառությամբ, աղմկով, գորգորացող բան ես անում էլի, դատարկ ինչ որ ռեկլամով քեզ ռեկլամ ես անում, պոպուլիստական քո հայտարարություններ ես անում, դիմացդ, ասենք ընդդիմության առաջնորդը այդպեսին չի, որտեղ առհասարակ գործանող մարդիկ այդպեսին չեն լինում։ Այս խնդիրն է։ Հիմա սա մեր դժբախտությունն է եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանի դժբախտությունն է, որ բոլոր ժամանակներում, բացի այն ժամանակ, որ իշխանություններ աշխատող կարողանում, այս մարդը գալիս է իշխանության մատորի պես սկսում է աշխատացնել, բայց այս իշխանությունից դուրս է գալիս, չի կարողանում թիմ ունենալ, չի կարողանում իր PR-ով զբաղվել, իր մեծ ահռելի աշխատանքը ներկայացնել։ Ես ներողություն եմ խնդրում, դուք եք այստեղ նստած, դուք Հայ-Աղափական Դաշնակցության ներկայացուցիչն եք առաջին հերթին, բայց Ռոբերտ Քոչարյանը ես այդ հիացմունքս հայտնում եմ ոչ միայն իր նկատմամբ, այլև Հրանտ Բագրատյանի, որտեվ ես տեսնում եմ երկու անձ, որ ամենածայրահեղ վիճակում, ընդ որում երկուսն էլ ամենածանր վիճակում են, մեկը վարչապետ է եղել, մեկը երկրի նախագահ, կարողացել են երկիրը առաջ տանել։ Հիմա էլ ամենատուպիկային ծանր վիճակի մեջ է հասցրել մեզ այս միջանցքը տալով, այսինքն ապագա մեղրին այդ հատվածը վան, բայց տեսեք երկուսն էլ ինչ փայլուն առաջարկներ են անում այս ծանր վիճակում, ոնց են պատկերացնում եւ Հրանտ Բագրատյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Դժբախտաբար նա ընդհանրապես թիմ չունի Հրանտ Բագրատյանը, Ռոբերտ Քոչարյանն է թիմ ունի եւ այս թիմը չի կարողանում ըստ էության ճիշտ աշխատեցնել եւ այս կերպարը ներկայացնել եւ աշխատանքը ներկայացնել։ Ես պատկերացնում եմ Ռոբերտ Քոչարյանի խոսելուց հետո պիտի այս թիմը 4 օր շարունակ, 1 շաբաթ շարունակ ամեն օր այս հրամայականները, որ ինքը իջեցնում էր, եւ լուծումները եւ զարգացումները եւ որտեւ ժողովուրդը ինչ է ասում, անդադ ասում է, բա այս բանը 4 պատերազմ բերած մարդը գնա բաով գա։ Գա այս մարդը ոչ ասում է։ Անդունդը գլորի ու հետո ասեն, բա ոնց է։ Չէ, բայց դժբախտաբար մեր ժողովուրդը հիմա ասում է, բա ինչ անենք, բա ով գա, բա այս մարդիկ լուծում են ասում, բայց ես էլի հասկանում, հիմա դրա փոխարեն ասենք 40 լրատվամիջոցով Նիկոլը իր այդ հավաքած եսի մինչերով կարողանում է այդ սուտը, ոնց որ Ռոբերտ Քոչարյանն ասեց, ինքը ստերի բիոսարքա, սուտը մտցնել մարդկանց գլխի մեջ, սա իմարել ասֆալտ, այնտեղ չփոխանակ ասեն ցեղասպանություն պատերազմ։ Մետրոյի կայարան չեն կարող կառուցել։ Ոչ մի բան ինքը չի կառուցել, մի բան
Կապա մեջ մի հատ տրանսպորտային հանգուցացող քաղաքի մեջ կա։ Բայց նաև Ռոբերտ Քոչարյանի թիմը, եթե կա այնտեղ թիմ, իմ կարծիքով չկա։ Եթե կա, պիտի ամեն օր այս կատարված ահռելի աշխատանքը 10 տարում ներկայացվի եւ առհասարակ այս լուծումները, որ այս բարթագույն իրավիճակում առաջարկում է այդ լուծումները Ռոբերտ Քոչարյանը։ Ամենակարևորը գիտեք ո՞րն է։ Պիտի այս թիմը գնա եւ մտածի կամ Ռոբերտ Քոչարյանը մտածի ընդհանրապես ովքեր իրա PR-ով զբաղվում, թիմը ովքեր որտեղ Սա չի եղել պետական պարտք հավելացնելու հաշվին։ Այդ ամեն ինչ որ եղել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում, դա չի եղել պետական պարտք։ Չէ, միակ նախագահն է ուն ժամանակ, որ մենք պարտքը նվազեցրել է արտաքին պարտքի, ինչի մասին է խոսքը։ Եվ կոմունիկացիաների առումով, այսօր ինչ կա քաղաքում, ինչ տրանսպորտային հանգույց կա։ Ես ուղղակի դա կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, Դավթաշենի կամուրջը, այս ուրեմն հերացուց մինչև ցիրկի խաչմերուկը Երևանի կենտրոնը շրջանցող բոլոր մայրուղիներն ու ճանապարհները կառուցվել են այդ ժամանակ։ Հիմա որևէ մի բան քաղաքի ներսում չի կառուցվել։ Որևէ մի բան չի կառուցվել։ Չէ, աբսուրդ է։ Խաղաղություն է բերում առաջին նախագահը, այսինքն հաղթանակ է բերում առաջին նախագահի օրոք։ Խաղաղություն է բերում երկրի տնտեսական թռիչքային զարգացում է բերում երկրորդ նախագահը։ Պատերազմում հաղթում է քառորյայում երրորդ նախագահը, բայց սա է խոսում խաղաղությունից։ Ինչի մասին է խոսքը, որովհետև այդ երեք նախագահը բարեբախտաբար հիմա առաջին նախագահի թիմը սկսել է շատ ակտիվ աշխատել ու շատ ակտիվ այս մարդու հատկապես Լևոն Զուրաբյանը սատերը դրած այսպես պատինա ծեփում, ամենօրյա սատերը, ոնց որ Ռոբերտ Քոչարյանն ասեց բանը, սատերի բիոսարքը, քարուքանդ է անում Նիկոլի, բայց մյուսներն էլ պիտի հասկանան, որ այսպես ասած բան պրոդուկտ տված աշխատանք արած խաղաղություն առաջին հերթին խաղաղություն վերած նախագահներն են այս մարդիկ։ Այո։ Դա բայց պիտի ամեն օր պիտի կյանքը ցույց է տալիս ոչ Սամվել Կարապետյանի ահռելի բարեգործությունը 1 միլիարդի հասնող մեր ժողովուրդը չգիտի, եւ ես նորից եմ դիմում այդ թիմին։ Սիրելիներս, հարգելիներս, դուք մոռացել եք, որ Սամվել Կարապետյանը փակված է։ Ինչով եք դուք զբաղված։ Այն ինչ որ անում եք, վատ եք անում եւ սխալ եք անում։ Գիտեմ որ ինչ որ բան եք անում, շատ սխալ եք անում, ձեզ շատ սխալ խորհուրդներ են տալիս կամ երևի բանը գալիս են ինչ որ անկապ ձեզ գովաբանում են, ասեն դուք ճիշտ եք անում, շատ սխալ եք անում։ Ահռելի գումարներ ծախսվեց, գեղեցիկ հրաշալի մի հատ տոն նվիրեցին գյումրեցիներին, ով նվիրեց Սամվել Կարապետյանը, ով իմացավ դրա մասին։ Ոչ մեկ։ 1 միլիարդի բարեգործություն ամեն օր դժվար է, որ դուք ամեն օր ինչ որ բաներ փոքրիկ ֆիլմեր անեք, ներկայացնեք, մեր ժողովուրդը իմանա, որ գնում է այդ հիվանդանոց բուժվելու, դա միայն Սամվել Կարապետյանի շնորհիվ է, որ այս թունելներով անցնում է, դա միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է, որ քառորյայում հաղթանակ ենք ունեցել, դա Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ 90-ականին հաղթանակ ենք ունեցել, Լևոն Տեր-Պետրոսյան դժվար է դա ներկայացնել։ Հա գուցե չգիտեմ մեր ժողովուրդը կամ չի ուզում, որտեվ այնպիսի աղմկով են անում սրանք։ Այս 4 պատերազմ վերած Նիկոլենք, որ դա այդ ամեն ինչը մարվում է, պիտի բոլորը վերա թիմերը եւ առաջնորդները պիտի վերանային իրենց աշխատանքը։ Ես չեմ ասում եւ նաեւ մեծ բարերար Սամվել Կարապետյանի թիմը, որ հիմա չգիտեմ ինչով է զբաղված։ Բարդ բան չի։ Պիտի ներկայացվեն, ասվեն բոլորի կատարած աշխատանքները, այս մի ասուլիսի ժամանակ այս աղետալի վիճակից դուրս գալու քանի ճանապարհ ցույց տվեց, լուծումներ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանը մի ասուլիսի ժամանակ։ Դա պիտի մատուցվի ամեն օր մեր հետևորդներին, մեր ժողովրդին։ Պիտի մատուցի, որ այո, լուծում այս աղետալի վիճակում անգամ մարդիկ ոչ թե օթից եկած ինչ որ մարդիկ են, դա սպիտակ վերնաշապիկ են ակում, փողկապ են կապում, մենք եսի ինչ ենք, եկեք միացեք մեզ, չգիտես որտեղից ընկավ։ Միտեղ ինչ որ գործ արել, հիմա եկել է, մենք միացեք, չգիտեմ ինչ արեք։ Մարդիկ գործ արած մարդիկ են։ Եվ հաջողած մարդիկ են եւ հաղթած մարդիկ են եւ 3 նախագահների ժամանակ գլուխը կախ է մանեկել Հայր Ալիևը եւ որդին, այդպես է թե չէ։ Իհարկե։ Հետո գիտեք ինչ, այն մարդիկ, որոնք որ քաղաքական հայտ են ներկայացնում, պիտի մի հատ իրենց հարց տան առաջին հերթին։ Արդյոք կարողանալու են բանակցել այն պետությունների ղեկավարների հետ, որոնք որ այսօր, չգիտեմ, Թրամփի հետ, Պուտինի հետ,
այդ բանակցողը հարց չեն տալիս, օրինակ որակներով ոչտված մարդ։ Նիկոլի համար էլ ամոթ չի, Նիկոլ ամոթ չի, նստի այդ 3 ժամը սղագրի ինչ է ասել Ռոբերտ Քոչարյանը, փորձի գոնե ինքը չի կարա այդ բանը անել։ Չի կա, գոնե, ասենք այդ անդունդս ես միջև հատակն ես հասցի, գոնե այդ միջև հատակին հասնելը մի երկու բան լսի, ամոթ չի, լսի Հրանտ Բագրատյանը ինչ է առաջարկում, ամոթ չի։ Ամոթ չի, նստել, լսել եւ անել։ Հիմա տես, լավ չես ընդունում Ռոբերտ Քոչարյան, նստի տես ինչ է ասում Հրանտ Բագրատյանը։ Ինչ լուծումներ առաջադրում, միչև որ քեզ ճանապարհեն կարողանան փրկել, միչև այդ ճանապարհը տեսնում ես քեզ ճանապարհելը դժվար է, էլի։ Տերերը ամուր են պահում քեզ, ժողովուրդն էլ չի արթնանում։ Կապ չունի ժողովուրդը ամեն օր ես զգում եմ որ հասկանում է, ել ավելի շատ պիտի մենք կարողանանք ժողովրդին ներկայացնենք ինչա կատարվել, որն է մեր ծրագրերը, խաղաղությունը ինքը չի բերողը, ինքը խաղաղություն չի կարա բերի։ Այս իշխանությունները խաղաղության հետ որևէ կապ չունեն։ Բերում են պարտք, աղքատություն, թշվառություն, արտագաղթ եւ պատերազմ։ Այո, արտագաղթ, ուրեմն աղքատության աճ եւ որևէ մի կերպ սրանք չեն կարող այն խնդիրները որ ծառացած է, չեն ավելի են խորացնելու այդ խնդիրները, չեն կարող որևէ մի խնդիր լուծել։ Շնորհակալություն։